Ողջույն, ես Արման Այվազյանը, մեր ստասել շաման և հերթական Փակ TV շրջանակներում խոսելու ենք մի քանի տարբերակներ էզոթերիկայի աշխարհից։ Մենք բոլորս տեսնում ենք, թե մեր շուրջը ինչ է կատարվում, ինչպես պաշտպանվել կամ ինչպիսի հաջողություններ բերել տան հետ և ինչպես անել, որպեսզի տանը լինի հաջողություն, լինի ավելի շատ դրական էմոցիաներ, լինի ավելի շատ ֆինանս, կայունություն, առողջություն։ Այսօր խոսելու ենք մի քանի հեշտ տարբերակներով հաջողություն դեպի տուն բերելու գաղափարի մասին։ Խոսելու ենք հաջողության անհաջողակ թվերի մասին, ինչպես միշտ, ևս մի քանի բացահայտում նոր մարդկանց աշխարհում եւ ամենակարևոր հարցը՝ ինչ անել, որպեսզի մեր շրջապատում, մեր շրջակայքում ունենանք հանգստություն եւ պաշտպանված լինենք առհասարակ։ Առաջինը խոսենք նրա մասին, թե ինչ է մեզ սպասում։ Օգոստոս ամիսը համար, քանի որ մենք արդեն ասում ենք առյուծի համաստեղության տակ, առյուծը այն մարդկանցից են, ովքեր երբեք չեն կարող չհիշել, այսինքն նրանք շատ հիշաչար մարդիկ են, նրանք ուժեղ են, ուշադրության կենտրոնում լինող անձնավորություններ են։ Առյուծի հետ պայքարելը հավասարազոր է անել տանը երկրաշարժ։ Իդեպ, ամենամեծ հաջողությունները աշխարհում ունեցել են առյուծները, որովհետև այն մարդիկ, ովքեր եղել են հզոր, ուժեղ, կայուն, միշտ եղել են ուշադրության կենտրոնում, դրանք մեծամասնությամբ եղել են զոդիակի նշանով առյուծներ։ Այդ իսկ պատճառով միշտ առյուծների հետ պայքարելուց հիշեք, որ միշտ նրանք ունեն այն ամենը, ինչ որ կարող է նրանց հաջողություն բերել, իսկ հիշաչարությունը ձեզ բերել դժբախտություն։ Բազմաթիվ մարդկանց խնդրանքով այսօր ևս ունենք հաջողակ ու անհաջողակ օրեր օգոստոս ամսվա համար։ Հաջողակ օրերն են 1-ը, 4-ը, 7-ը, 9-ը, 16-ը, 19-ը, 22-ը եւ 27-ը։ Անհաջողակ ասելով այդ օրերին պետք է լինել զգուշ, որովհետև եթե ունեք ինչ-որ գործարքներ, ֆինանսի հետ կապված խնդիրներ, տարբեր ինչ-որ երևույթներ, այդ դեպքում պետք է զգուշանալ այդ թվերից 3, 6, 8, 15, 14 եւ 21։ Մնացած օրերին դուք կարող եք հանգիստ կատարել ձեր գործունեությունը եւ բերել հաջողության։ Թեև օգոստոս ամիսը ասեմ, որ շատ կայունության, հաջողության ժամանակաշրջան է, ցանկացած գործարք, ցանկացած խոսակցություն փորձեք 1-ից 2 անգամ անեք։ Այդ ժամանակ ունենեք հստակություն եւ ֆինանսի շատ մեծ կայունություն։ Բայց ամենամեծ կայունությունը պաշտպանելու համար պետք է օգտագործենք բնականաբար անեծքներից զերծ մնալու համար։ Այսօր Հայաստանում շատ են անեծքները, գոսև թուղթուկները, աշխատողները, սակայն ամենամեծ բամբասանքը դեռ հնուց եկած անեծքի մեծ գաղափարն է։ Մարդիկ որ սկսում են բամբասել, մեկը մյուսի մասին վատախոսել, չարախոսել, այսօր մենք ունենք այդ խնդիրը, որովհետև բոլորը սկսել են կոմենտ գրողները ինչ-որ տարբեր ձևերով մարդկանց վիրավորել, թեև այդ մարդուն իրենք չեն ճանաչում եւ այլն։ Ես նման տիպ դեպքերում նման մարդկանց ասում եմ շնորհակալ եմ, որ ինձ համար դուք էներգիա ծախսեցիք, ժամանակ ծախսեցիք եւ ինչ-որ մի հատ ավել տար գրեցիք։ Շատ շնորհակալություն։ Հիմնականում օգտագործում է նմանատիպ մարդկանց դեմ բալանի բառը։ Հնուց եկած է, երբ որ օգտագործում են բալանին, ինքը միշտ ինչ-որ նոր կյանքի սկիզբ բացելու եւ նոր կյանքի սկիզբը փակելու համար է։ Օգտագործեք բալանին տարբեր մեթոդներով։ Ինչ եք անում, վերցնում եք սովորական բալանին, դնում եք ձեր ձեռքի մեջ եւ ասում եք. թող փակի այն դուռը, որը ինձ ցավ է բերում, թող փակի այն դուռը, որը ինձ միշտ փոփոխության, վախի հանգույց է տալու, փակվեն բոլոր ջրերը, բացվեն բոլոր լույսերը, թող փակվի մութը, բացվի դուռը։ Ու պահում եք այդ բալանին 7 օր ձեր մոտ։ Տեսնեք ինչքան շատ դրական փոփոխություններ է լինում։ Տանը ֆինանսական անկայունության համար շատ հին մեթոդ կա։ Երբեք տան հացի փշունքը ձեռքով չհավաքեք։ Դուք բերում եք այդ նեգատիվը ձեր տուն։ Միշտ փորձեք հավաքեք հացի փշունքը կտորով եւ դեպի դուրս նետեք, այլ մի պահեք տանը, մի պահեք տարեք դույլի մեջ տեսեք, չի կարելի։ Երբ որ դուք փշունքը դնում եք նմանատիպ տեղը, դա մանրունք է։
Այսինքն այդ հացի փշրունքը, որը որ դուք միշտ բերել եք ձեր տուն ու կերել եք օգտագործել եք, մարունքը թողելով տանը, դուք թողում եք, որ այդ լիությունը վերջնականապես չպրծնի եւ նոր լիություն չգա ձեր տուն։ Հացի փշրունքը երբեք չի կարելի ձեռքով հավաքել ու պահել տանը, միշտ լույսին տվեք։ Ու ասեք, ոնց Սորենը հացս բերեց, այնպես է դու նոր հաց, նոր լույս, նոր հույս բերիմ տուն։ Ու երբեք ձեր տանը հացի խնդիր չի լինի։ Եվ ամենահին մեր օգտագործված շատ կարևոր հանգամանքներից մեկը դա մետաղադրամն է։ Երբեք փողոցում գտած մետաղադրամը մի վերցրեք։ Որտեւ երբ որ դուք մետաղադրամ վերցնում եք, դուք չգիտեք այդ ինչ նպատակով է նա գտնվում գետնին, որ կոմի վրա է գծված։ Մետաղադրամը ունի շատ մեծ դիզոնֆլեքս, որը որ միշտ մարդկանց աշխարհում օգտագործվել է էզոտերիկայում ինքը պաշտպանիչ եւ հակառակ թուղթուգիր անելու մեծ միջոց։ Մարդիկ իրենց մոտից, երբ որ գցում են խաչմերուկում մետաղադրամներ, ասում են «զա ռիտուալ», այսինքն այդ էներգետիկան ես վճարել եմ։ Երբ որ այլ մարդը գտնում է այդ դրամը, այդ վատ էներգետիկան հնարավոր է վերցնել իր վրա։ Այդ իսկ պատճառով երբեք մի արեք այդ գումարները, շատ հաճախ ենք տեսնում դա, խաչմերուկում հատկապես երբ որ գցած լինի, մի վերցրեք, կամ ծառի տակ գցած լինի, մի վերցրեք, որովհետև այդ էներգետիկան դուք չգիտեք ինչ է արված ու ինչի համար է տեղ ընկած։ Այդ իսկ պատճառով միշտ պաշտպանված եղեք։ Եվ հերթական ամենամեծ խոսակցություններից մեկը ունենք 2 ծննդյան ամիս ամսաթիվ 14-21-1972, տվյալ դեպքում հարցը այսպիսին է. ես ունեմ ընտանիք, որը երկար տարիներ աշխատում է գումար չի վաստակում, տղաս թողել է տնից գնացել է, ունենք ընտանեկան շատ լուրջ խնդիր, որովհետև ոչ տղաս ա տանը, ամուսինս հիվանդ ա, աղջիկս 2 անգամ բաժանվել ա, ուզում եմ հասկանալ թուղթուգիր կա իմ ընտանիքում, թե ոչ։ Երբ որ հաշվեցինք այս բոլոր ծննդյան ամիս ամսաթվերը, տեսանք, որ կար թուղթուգրի շատ մեծ առկայություն, որը գալիս էր մի քանի տարբերակով։ Առաջի հերթին արված էր կնոջ մամայի վրա, որը գենետիկորեն ազդել էր հենց այս ընտանիքի վրա։ Ու խոսակցության հետևից անդադ կրկնվելու մեծ էներգիա ուներ։ Երկրորդ թուղթուգիրը արված էր ամուսնուն, որպեսզի հիվանդություն եղնի, ու հիվանդության պատճառը հենց դառել էր ամուսնու հալալ եղբայրը, որովհետև իրանք ունեցել են ֆինանսական կայունություն, տան հետ կապված ամեն ինչ, 2 հարգանի տուն, եւ այդ ամեն ինչը ամբողջական վերածում էր բերում։ Եվ երրորդ թուղթուգիրը արված էր իրանց մահվան համար։ Այս էներգետիկան, երբ որ շարունակվել է առանձնացվելու, ազդել է ընտանիքի երեխաների վրա։ Այդ իսկ պատճառով տիկին Գայանեն եւ տիկին Աննան արել են այս 2 թուղթուգրերը, որպեսզի ընդհանուր ընտանիքում բացահայտվի վատ էներգետիկայի ամբողջական երևույթը։ Ցավոք սրտի մենք ունենք այնպիսի երևույթ, որի մասին շատ հաճախ խոսում ենք թուղթուգիր ասված երևույթի մասին։ Այս ընտանիքը դժբախտության զոհ է, սակայն ես իմ կողմից խոստանում եմ ամեն ձևով օգնել ու հասնել հաջողության։ Եվ հաջորդը 17/02/1974, ինչ կասեք իմ մասին։ Դրական պոզիտիվ անձնավորություն, որը ինքը իրականում ջրհոսին է պատկանում, ունի ինքը 8 է, այսինքն 8-2 հիմնական գաղափարախոսություն է, որի մոտ կա այն երևույթը, որ երբեք չպետք է իր հետևից ընկնել։ Ջրհոսներին ազատ թողեցիք, ձեր կյանքը լիարժեք կլինի։ Ջրհոսին թողեցիք ազատ, ինքը միշտ ձեր հետ է։ Այնպես որ հետևեք, հատկապես ամուսինների մեջ գաղափարախոսություն կա, երբ որ ընկնում են իրար հետևից, ու կինը անդադ sense խփում ընկնում է ամուսնու հետևից, այդ ընտանիքում հաստատ դավաճանություն է լինելու է, այլ կին լինելու է։ Դա վերաբերվում է ոչ միայն ջրհոսին, այլ բոլորին։ Բաց թողեք ձեր էներգետիկան, բաց պահեք ձեր դաշտը, որպեսզի այդ ընտանիքի ամուսինը միշտ գա դեպի ձեզ, չընկնի ուրիշի կանանց հետևից, չընկնի, դուք էլ տան մեջ ոչ մի անգամ կռիվ չունենաք։
մի քիչ բարձ, պոզիտիվ, ընկերական շփումը հաստատ կբերի կրկնակի հարաբերություններին, ընտանիքում կլինի համ սերը, համ խաղաղությունը, համ շատ երեխաներ, չակերտները չբացենք, բայց ջրհոսի դեպքում ջրհոսը ունի այն խոսակցությունը, որ շատ կարա ինքը լուր լսի ու առանց պատճառի թողնի հեռանա։ Այդ իսկ պատճառով հետևեք ձեր մտքերին, գաղափարներին, իսկ ձեզ հետ Արման Այվազյաններ կհանդիպենք հաջորդ անգամ։ Իրեք մեկնաբանություններում կթողեք այն բոլոր ծննդյան թվերը, որտեղ դուք ուզում եք խոսել, որովհետև հաջորդ անգամ խոսելու ենք ամբողջական էզոթերիկայի աշխարհում թվերի մասին, բացահայտելու ենք 5 պատահական հետևորդի եւ բացահայտելու ենք տարո կարտերի միջոցով այդ 5 անձանց ընդհանուր ընտանեկան երևույթները։ Դե ինչ ձեզ հետ Արման Այվազյաններ, Էքստրասենս շաման, կհանդիպենք հաջորդ անգամ։